Ողջույն, բարի ամառային գեղեցիկ առավոտ, չգիտեմ ձեր մոտ եղանակը ինչպես է, մեր մոտ դեռ շատ շուտ է, բայց արդեն արևը տաքացնում է, շատ շոգ է, այսօր ձեր համար որոշել եմ շատ համեղ թխուկ պատրաստել, շատ համեղ պիրոգ է, այսպես կարելի ասել, շատ համեղ խմորեղեն է, շոկոլադի սիրահարների համար է, ավելի շուտ երեխաների համար է, սիրելիներս, ամառային է, որովհետև առանց կրեմի է, շոգ եղանակներին գիտեք, որ կրեմներ այդքան էլ շատ չեք սիրում ուտելու, չնայած հաջորդ տեսանյութը, որ պատրաստում եմ ձեր համար, պաղպաղակի կրեմով հետաքրքիր սառը տորթ է լինելու։ Նայինք սկսենք պատրաստել, սիրելիներս բաղադրիչները պատրաստել եմ, օգտագործելու ենք շոկոլադե հատիկներ, ամենագլխավոր բաղադրիչն է 200 գրամ, մեծ շոկոլադե այսպիսի հատիկներ են անհրաժեշտ լինելու, շաքարավազ 150 գրամ, ես ընտրել եմ սև շաքարավազ, դուք ցանկացած ընտրեք, դա խնդիր չէ, 1 թեյի գթալ սոդա ենք օգտագործելու, աղ ենք օգտագործելու, 1 ձու, նուտելլա կամ որևէ տեսակի պատրաստի արդեն շոկոլադե կրեմ, մի 2-3 ճաշի գթալ 320 գրամ ալյուր, վանիլին և կամ կարակ կամ յուղ ենք օգտագործելու 200 գրամ, ես օգտագործելու եմ ռեդի յուղ սիրելիներս, հիմա 200 գրամ բդակ ավելացնենք ու կանցնենք առաջ, տեսեք որքան գեղեցիկ յուղ է, հատիկ, նուրբ ու շատ համեղ են ստացում իմ խմորեղենները այս յուղով, իմիջայլոց ոչ տհաճ հոտ, համ, ոչինչ չունի, այնպես որ հանգիստ օգտագործեք, բուսական ծագում ունի, Եվրոպայում է արտադրվում, խոլեստերին չի պարունակում, սիրելիներս։ Սկսում ենք պատրաստել, ուրեմն, ալյուրի վրա, այսպես, փոսի կանեմ, որպեսզի ավելի հեշտ լինի, 1 ձու ենք ավելացնում, ավելացնում եմ շաքարավազը, ավելացնում եմ 1 թեյի գթալ սոդա, մի փոքրիկ այսպես աղ ենք ավելացնում, յուղը փափուկ վիճակում, եթե կարակ օգտագործեք, էլի սենյակային ջերմաստիճանում փափուկ պետք է լինի, ու այս ամենը մի լավ հունցելու ենք ու խմոր ենք դարձնելու, մի փոքրիկ հիմա այսպես գթալով կանեմ, հետո որ արդեն հնարավոր չլինի, ձեռքերով ենք հունցելու։ Իդեպ վանիլինը մոռացել ենք, վանիլինն էլ ավելացնենք։ Ես արդեն ջեռոցը միացրել եմ, նախապես միացրեք, որպեսզի տաք լինի, որովհետև շատ արագ պատրաստվող խմոր է, ժամանակ չի պահանջում ընդամենը տեսակ, 5 րոպեում պատրաստ է լինում խմորը, թխելու ենք 180 աստիճանում վերև ներքևը, միացված օդափոխիչով կամ առանց օդափոխիչ, ինչպես որ ցանկանում եք, պարզապես եթե օդափոխիչով եք թխելու, ավելի շուտ է թխվում, ավելի շուտ է կարմրում, ուշադիր կլինեք։ Սիրելիներս պետք է ստացվի փափուկ խմոր, եթե ձեռքերին կպնի հոգ չէ, չանհանգստանաք, այդպես էլ պետք է լինի, որպեսզի փափուկ գեղեցիկ խմոր լինի, մեզ պինդ խմոր պետք չէ։ Ավելացնում ենք շոկոլադե հատիկները, մի փոքրիկ այսպես պահում ենք, որովհետև հետո մեզ պետք է գալու, ու հիմա սա սենց խառնում ենք, տեսեք ինչ խմոր ենք ստացել, հրաշք, ինքան համեղ է լինում չեք պատկերացնի, այս խմորեղենը ես Իտալիայում եմ կերել, այստեղի սրճարաններում միշտ լինում է պարտադիր սուրճի հետ, ովքեր ցանկանում են կարող են համտեսել, հրաշք է լինում, ես էլ որոշեցի ձեր հետ տեսվեմ այս բաղադրատոմսով։ Խմորը պատրաստ է, տեսեք այսպիսի խմոր է, նուրբ, որ ասեմ ձեռքերին կպնում է, սուտ կլինի, այսպիսի հաճելի խմոր է։ Հիմա աչքաչափով, խմորը 2 մասի ենք բաժանում, ես վերցրել եմ 24 սանտիմետր ունեցող չափով տարած, ցանկացած վերցրեք, կարող եք քառակուսի վերցնել, կարող եք ուղղանկյունի վերցնել, ես ուղղակի այս անգամ կլոր եմ վերցրել, իմիջայլոց իր իսկական ձևը կլոր չի, պետք է հատակը մի փոքրիկ թուղթել եմ դրել, որպեսզի հետո հեշտ անեմ։ Այսպես հիմա տարածում ենք։ Այսպես, մի փոքրիկ եզրերը եթե տեսակ բարձր եմ արել, որպեսզի հետո ավելի հեշտ լինի։ Վերջ, հիմա ինչ ենք անում։ Շոկոլադը, որ ասում էի, պատրաստի շոկոլադե կրեմը, մոտավորապես 2-3 ճաշի գթալներ բավական է, շատ պետք չէ։
պետք է քսենք տորթի այս հատվածին։ Ու այսպես զգուշությամբ նուրբ տարածում ենք։ Գիտեմ հարցեր են լինելու, կարող ենք ուրիշ կրեմ օգտագործել, տանը պատրաստել, քանի որ սա ջեռոց է գնալու, ու որքան էլ որ հալվի, ինքը արդեն պատրաստ է ջեռոցում եփվելու համար, դրա համար եմ այս կրեմ օգտագործում ու շատ ճիշտ է, պարտադիր չի որ նուտելա լինի, պատրաստի կրեմներ են վաճառում ավելի էկոնոմ տարմաչելի տարբերակով կարող եք դա օգտագործել, կարևորը այդ պատրաստի կրեմներից լինի, կարող եք սպիտակ կրեմ էլ օգտագործել, որովհետև գիտեմ, որ սպիտակ էլ է լինում այս խմորեղենի համար։ Մնացած խմորը այսպես տափակեցնում եմ, կարող եք դեպքի հատվածում թուղթ դնել, որպեսզի ավելի հեշտ լինի, դա ինչ որ խնդիր չի առաջացնում, հիմա ես կվերցնեմ ու կդնենք երեսի հատվածում։ Այսպես զգուշությամբ ծածկում ենք։ Կարող եք հենց խմորը միանգամից դնել, նրբությամբ տարածել, բայց այսպես եմ խորհուրդ տալիս, որ ավելի հեշտ լինի, մի քիչ տեսքն էլ գեղեցիկ լինի, այստեղ բաց մնաց, հիմա խնդիր չի, այսպես կծածկենք, ջեռոցս արդեն լավ տաքացել է, կարծես թե հենց հատուկ պատրաստ լիներ։ Սա մեր խմորեղենը, վերջացրեցինք, մի քիչ շոկոլադի հատիկները, որ մնացել են, այսպես ուղղակի լցնում ենք երեսին։ Վերջ սիրելիներս, ուղարկում ենք ջեռոց, մոտավորապես 30-ից 40 րոպե, կախված ջեռոցի տեսակից, կախված ջեռոցի ջերմաստիճանից, մեծությունից, հնարավոր է որ մենք դնում ենք 180 աստիճան, բայց ջեռոցում շատ քիչ է ջերմաստիճանը պահպանվում կամ ավելի ուժեղ է լինում, զգուշ եք լինում, որպեսզի չվարենք, բայց պետք է սպիտակել չթողնենք։ Կհանդիպենք, երբ որ արդեն պատրաստ լինի։ Մեր տորթը պատրաստ է, որ իմանաք ինչ բուրմունք է, սիրելիներս չեք պատկերացնի, ամբողջ խոհանոցով մեկ անուշ շոկոլադ է և խմորեն համեղ կարագի յուղի այդ համը ուրիշ է, ինչ ուզում եք ասեք, հիմա կկտրենք, որպեսզի տեսնենք ինչպիսի տեսք ունի մեր տորթը ներսից։ Տեսեք ինչ սիրուն է, հրաշք է ուղղակի, տեսնում եք ներսից որ կրեմ ենք լցրել, որքան գեղեցիկ, որ իմանաք ինչ փխրուն է։ Ես ինչ համեղ է, փխրուն, փափուկ, համեղ, խրթխրթան, չգիտեմ, քանի բան ասեմ, որովհետև ամբողջը իրար հետ է, լավ սուրճ խմելու, թեյ խմելու, սառը հյութ խմելու, անուշանելու, ուղղակի հենց այսպես ուտելու համար է, սիրելիներս, անպայման պատրաստեք, նկարներն կուղարկեք, չմոռանաք, հեշտ է պատրաստվում, պարզապես պետք է շոկոլադ, շոկոլադ հասեր, մարդկանց համար է, շոկոլադ ունենաք ու մի փոքրիկ է շոկոլադ է կրեմ։ Դե ինձ սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի մեկնաբանությունների համար, շոքի համար է, եթե ցանկանում եք որևէ բան պատրաստեմ, կարող եք մեկնաբանություններում գրել, ես կընտրեմ այն տարբերակները, որ ավելի շատ եք ցանկանում եւ անպայման կպատրաստեմ ձեր համար։ Դե ինչ, շնորհակալ եմ, կտեսնենք հաջորդ տեսանյութին, բոլորին ջերմություն եւ սեր եմ ուղարկում, հաջողություն բոլորին։